Նախագահների թեման շարունակելով ասում եք կխորհրդակցեք իշխանության պարագայում Հայաստանի 3 նախագահների հետ պատկերացնում եք ձեր խորհրդակցությունները, այսինքն կխորհրդակցեք նրանց հետ։ Այն հարցերի մասին, ինչը անհանգստացում է մեր երկրի անվտանգությանը, խորհրդակցեմ։ Տնտեսությունը զարգացնելու հարցում չեմ խորհրդակցի։ Պարոն Կարապետյան, քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ ձեզ իշխանություն պետք չի եւ դուք Հայաստանի ժողովրդի ճակատագրով եք անհանգստացած։ Իշխանությունում կա մի այսպիսի տեսակետ, որ ձեզ Ռուսաստանից պարտադրել են գալ Հայաստան զբաղվել քաղաքականությամբ եւ դուք այնտեղ բիզնես խնդիրներ ունեք։ Ճիշտ են այս տեղեկությունները, ձեզ պարտադրել են եւ արդյոք իշխանության պարագայում դուք շատ կախվածություն կունենաք Ռուսաստանից, որովհետեւ ձեր բիզնեսներն շատ այնտեղ են։ Նայեք, նորից մեծամտաբար ասեմ, պատասխանեմ։ Ես անցած անգամ այդ հարցին փորձեցի մի քիչ ավելի մեղմ պատասխանեցի։ Հիմա ավելի գրագետ պատասխանեմ։ Չկա այն մարդը եւ չկա այն ուժը, որին ստիպի անել այն, ինչ ես չեմ ցանկանում անել։ Չկա այդպիսի աշխարհում թիվ կամ բիզնես, ինչի համար ես Հայաստանի գոնե մեկ շահ ռիսկի տակ տնեմ։ Չկա, այդպիսի բան գոյություն չունի։ Իրենք ինչ կարող են անել։ Մի քանի ընկերություն խլեն, ու խլեցին, Փաշինյանն էլ փորձեր է անում ինչ-որ բան խլի, ու խլեց, հետո գցեց ոտքին, նրանք էլ գցեն իրանց ոտքին, ոչ մի բանով չի տարբերվելու։ Ես վստահ եմ, որ դա չի լինելու, բայց եթե եղավ, ուրեմն եղավ, ինչ անենք, եթե ես որոշել եմ արդեն կյանքս նվիրեմ մեր երկրի զարգացմանը, դա լինելու է գլխավոր նպատակ, ոչ մի բան չի խանգարելու սրան, մի կասկածեք, ինձ ոչ ոք չի ուղարկել, այսինքն դա, ես նույնիսկ այդ պրոցեսը չեմ պատկերացնում, ոնց ինձ ուղարկեցին, ինձ մարդը 2 բառ ասեցի, բռնեց, նստացրեց ԱԱՑ-ի պատվալ, Ռուսաստանը ոնց արեց, դե ուրեմն իմ կասկածները, եթե իմ կասկածները կան, որ Փաշինյանը իրենց ամենա անիմաստ գործակալն է, միգուցե, բայց ես դրանից տեղյակ չեմ։ Ես ենթադրում եմ, տարբեր հարցերի շուրջ ունեմ ենթադրություններ, որ իրա քայլերը միգուցե ՖՍԲ-ի գործակալ չի, Ադրբեջանի ծառայությունների գործակալը, միգուցե ՖԻԴԱՆ-ի գործակալն է, ես չգիտեմ, բայց ինքը մեր հայրենիքի հանդեպ ինչ անում է, դա նորմալ մարդու քայլեր չեն, ինձ ոչ ոք չի ուղարկել, ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա, դուք եք չեն գործակալ լրագրողը, որ ինձ հարց տվեցին, ես նույնիսկ չգիտեի, որ լրագրողներ ինձ հարց տվել, ես անկեղծ պատասխանեցի, դրանից հետո սկսվեց ինչը որ սկսվեց, ես չգիտեմ, բայց հաստատ Ռուսաստանում ոչ մի խոսակցություն իմ հետ չի եղել ոչ մի անգամ, երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ 7 ամիս պահել ԱԱՑ-ի պատվալում, ամենածանր պայմաններում, դա սովորական պայմաններում չէին պահում ինձ, եթե դու 5 ամիս քնում ես 42 աստիճանի տակ, 2 ամիս էլ 15 աստիճանի տակ, դա առողջության համար շատ վտանգավոր էր։ Պարոն Կարապետյան, իշխանությունը սկսել է արդեն ավելի